Երիտասարդ քաղաքագետների ակումբը շարունակում է Ոդ 2026 առցանց հանդիպումների շարքը։ Այսօր հանդիպում ենք ունենալու քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակի падգամավորի տեխնացու Էդգար Առաքելյանի հետ, ով նաև քաղաքագետ եւ պատմաբան է, եթե չեմ սխալվում։ Քաղաքագետ։ Քաղաքագետ։ Պարոն Առաքելյան, ողջունում եմ ձեզ, ուրախ ենք ձեզ հետ հանդիպում ունենալ։ Ես միանգամից առաջին հարցը տամ ու խոսքը փոխանցեմ ձեզ։ Ինչ է առաջարկում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը մյուս կուսակցությունները չեն առաջարկում։ Ինչով է առանձնանում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ այս հնարավորության համար եւ ողջունում եմ մեր բոլոր մասնակիցներին, ու շատ կարեւոր է, որ մեր երիտասարդությունը հատկապես հետաքրքրվում է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերով, դա շատ կարեւոր է։ Եվ միանգամից անցնեմ այն հարցին, թե ինչ է առաջարկում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Իհարկե շատ բաների մասին է հնարավոր խոսել, բայց կան առանցքային հարցեր, որոնք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը առանձնացնում են մյուս բոլոր քաղաքական ուժերից։ Դա նախ եւ առաջ խաղաղության հաստատումն է Հայաստանի Հանրապետությունում։ Սա այն հիմնաքարային ըստ էության առաջարկն է, որով հանդես է գալիս քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ ինչպես նկատել եք նաեւ մեր սլոգանը, այսպես նույնպես խաղաղության հետ է կապված, տեր կանգնենք խաղաղությանը կարգախոսով, եւ իհարկե մյուս քաղաքական ուժերը խոսում են խաղաղությունից, բայց հիմնականում դրանք մանիպուլատիվ են եւ բոլոր քննադատությունները, որոնք ուղղվում են, փորձ են արվում ոչ թե քննադատել կամ հիմնավոր քննադատել, այլ փորձ են արվում ստվեր նետել կամ վարկաբեկել խաղաղության գործընթացը եւ խաղաղության հասնելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության այդ ձգտումը։ Իհարկե դա ունի իր պատճառները, ես հույս ունեմ, որ այս մեր քննարկումների ընթացքում մենք ըստ էության կանդրադառնանք նաեւ այդ պատճառներին։ Փաստացի մենք առաջարկում ենք հետեւյալ հիմնական օրակարգը՝ խաղաղություն եւ իրական Հայաստան։ Սա այն առանցքային հենասյուներն են, որի վրա հիմնված է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը, քանի որ սրանցից է բխում նաեւ մյուս ծրագրային դրույթները, կլինի տնտեսական զարգացման տեսանկյունից, կլինի սոցիալական քաղաքականության, երիտասարդական քաղաքականության, մշակութային, չգիտեմ, անվտանգային եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն։ Իմ հաջորդ հարցը խաղաղության կոնցեպտի վրա կլինի։ Մենք միջև այս հանդիպումներ ունենք ունեցել Նորույշ կուսակցության ներկայացուցչի հետ, պարոն Սուրեն Սուրենյանցի հետ Բարգավաճ Հայաստանից։ Օրինակ, պարոն Սուրեն Սուրենյանցը եւս ասում է, որ իրենք խաղաղություն են առաջարկում, բայց առաջարկում են երաշխավորված խաղաղություն։ Քաղաքական դաշտում հաճախ ենք լսում, որ արժանապատիվ խաղաղության թեզի մասին կամ ուժեղ խաղաղության թեզի մասին, այլ ո՞րն է այս խաղաղությունների տարբերությունը ու նորից ձեր խաղաղությունը ինչով է առանձնահատուկ ու ինչով են մյուսները չաշխատող տարբերակ ըստ ձեզ։ Տեսեք, իրականում, երբ որ ես նշեցի որոշ քաղաքական ուժեր փորձում են վարկաբեկել խաղաղության գործընթացը, հենց նմանատիպ ածականներ կպցնելով է նաեւ, չգիտեմ, արժանապատիվ խաղաղություն, երաշխավորված խաղաղություն եւ այլն եւ այլն։ Տեսեք, կան քաղաքական ուժեր, որոնք մինչ այս եղել են իշխանության ու հիմա խոսում են արժանապատիվ կամ արժանապատիվ խաղաղության մասին։ Դրանք են քաղաքական ուժերն են, որոնց օրինակ պաշտպանության նախարարները այսօր ըստ էության շատ հարուստ մարդիկ են, առանձնանում են իրենց ապրելակերպով, դղյակներով, չգիտեմ, եւ այլն, այդ դղյակների պարիսպներով, բայց երբ որ իրանք պաշտպանության նախարար էին, իրենք կառուցում էին իրենց դղյակների պարիսպները եւ պարսպազերծում էին Հայաստանի Հանրապետությունը։ Ես ինքս ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ ծառայել եմ առաջնագծում։ Ես ծառայել եմ 2005-2007 թվականներին, երբ որ նախագահ էր Հայաստանի Հանրապետության Ռոբերտ Քոչարյանը, երբ որ
Պաշտպանության նախարար էր Սերժ Սարգսյանը, հետո դարձավ իհարկե վարչապետ, երբ որ Սեյրան Օհանյանը գլխավոր շտաբի պետ էր եւ այլն եւ այլն։ Այսինքն, երբ որ այդ տարիներին նաեւ ձեր կողմից նշված Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ըստ էության այդ քաղաքական կոալիցիայի մաս էր կազմում եւ փաստացի կարող ենք ասել, որ իրենք որպես նաև ականատես կարող են փաստել, որ այն բանակը, որը իրանք պահում էին, այն բանակը, որով իրանք, այսպես ասեմ, հայտարարում են, որ տարածաշրջանի մարտունակ բանակներ, իրականությանը չէր համապատասխանում, ասում են ոչ թե կողքից դիտողի, այլ ականատեսի աչքերով, ով առաջնագծում խրամատում կանգնած պաշտպանել է Հայաստանի Հանրապետության սահմանները Տաուշի մարզի հատվածից, այսպես ասեմ։ Իսկ ինչ վերաբերում է երաշխավորված խաղաղությանը, այստեղ կա շատ մեծ մանիպուլյացիա։ Ուրեմն այսպես կոչված ռուսամետ կամ բելարուսամետ քաղաքական ուժերը շրջանառում են երաշխավորված խաղաղություն տերմինը։ Իրենք իհարկե խոսում են, չգիտեմ, Չինաստանի երաշխավորմամբ, Հնդկաստանի երաշխավորմամբ, այսօր նաև համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը խոսում էր նույնիսկ Պակիստանի երաշխավորմամբ ըստ էության խաղաղության հաստատում, մի երկիր, ով Ադրբեջանին աջակցել է ըստ էության 44-օրյա պատերազմում, նաև զորքերի տրամադրմամբ, եւ սա ես համարում եմ, որ պատահական չի, քանի որ մենք գիտենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը նաև աջակցում է կամ ընկեր է Բելարուսի նախագահին, ով եւս աջակցել է Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմին Ադրբեջանին։ Եվ փաստացի այս քաղաքական ուժերի մանիպուլյացիան կայանում է հետեւյալում, որ այսպես փաթեթավորմամբ իրենք մի քանի երկրներ են նշում, այդ երկրների թվում նաև Ռուսաստանը, երաշխավորի փաթեթավորմամբ իրենք կրկին ցանկանում են, որպեսզի Ռուսաստանին բերեն եւ մեր գլխին այսպես ճակերտավոր երաշխավոր կարգեն, իսկ իրականում իրենք ոչ թե ցանկանում են, որպեսզի ինչ որ մի երկիր երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ուրեմն անվտանգությունը, այլ իրականության մեջ իրենք ուզում են իրենց իշխանության երաշխավոր բերել Հայաստանի Հանրապետությունում, քանի որ իրենց իշխանության ամբողջ տարիների ընթացքում իրենց իշխանության աղբյուրը ծագել է ոչ թե ժողովրդից, այսինքն իրենք լեգիտիմ չեն եղել, իրենք ժողովրդի կողմից ընտրված չեն եղել եւ իրանց ճակերտավոր լեգիտիմության աղբյուրը ծագել է դրսից արտաքին ուրեմն աշխարհից ու մենք գիտենք, որ իրանց այստեղի իշխանության երաշխավորը եղել է Ռուսաստանը։ Հա իրանք կրկին ցանկանում են Ռուսաստանին բերել այստեղ Հայաստանի երաշխավորի անվան տակ, իսկ իրականում իրենց հնարավոր իշխանության երաշխավորի կարգավիճակում, քանի որ իրենք լավ գիտեն, որ իրենք լեգիտիմություն չունեն հասարակության մեջ, իրենց իշխանությունը ինչ ձևով էր որ լինի Հայաստանի Հանրապետությունում, այսպես տեսականորեն ենթադրենք, որ իրենք իշխանություն են, այդ իշխանը չի կարող բխել ժողովրդից եւ ժողովրդավարությունից, այդ իշխանությունը կարող է բխել արտաքին ուժերի ուրեմն աջակցությունից եւ այդ արտաքին ուժերի երաշխավորությունից, ինչը մենք տեսել ենք այդ նախորդ 20-25 տարիների ընթացքում, երբ որ իրենք եղել են իշխանության եւ այդ իշխանության երաշխավորը եղել է այդ մեր կողմից նշված Ռուսաստանի Դաշնությունը եւ հիմա իրենք պաշտպանում են այդ թեզը, այդ գիծը։ Իսկ երաշխավորի առումով, հա, մեծ առումով երաշխավորի առումով մեր անվտանգության եւ խաղաղության երաշխավորը նախ եւ առաջ պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։ Դա ունի մի քանի կոմպոնենտ երաշխավորության։ Առաջինը տնտեսական զարգացում, երկրորդը հարևանների հետ հարաբերությունների ուրեմն հարաբերությունների հաստատում, բնականon հարաբերությունների հաստատում, երրորդը մեր արտաքին քաղաքական եւ անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացիա եւ բալանսավորում եւ դրա հենքի վրա բնականաբար նաեւ նոր դաշնակիցների, նոր գործընկերների ձեռքբերում եւ դրա հենքի վրա բնականաբար մեր անվտանգության երաշխավորում։ Սա է այն հիմնական բազան, որի վրա մենք պետք է կառուցենք
այդ երաշխավորությունը։ Իսկ այս մարդիկ կրկին հայացները ուղղում են մի ուղղություն, որտեղից մենք տեսել ենք, թե ինչպիսի սպառնալիքներ են եղել, ընդ որում դա պետություն է, որը ունի Հայաստանի հետ երկկողմ պայմանագրեր, պայմանավորվածություն, հենց երաշխավորության առումով Հայաստանի տարածքային ամբողջականության եւ անվտանգության։ Մենք գիտենք, որ եւ բազմակողմ ՀԱՊԿ-ի շրջանակում եւ երկկողմ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շրջանակում մենք ունենք պայմանագրեր, որոնք փոխօգնության պայմանագրեր են, եթե Հայաստանի նկատմամբ տեղի կունենա ռազմական ոտնձգություն, եւ մենք տեսել ենք 2020-ից մինչեւ 23 թվականները, թե ինչպես է արձագանքել ՀԱՊԿ-ն եւ Ռուսաստանը, երբ որ կրկնեմ, խոսքը Լեռնային Ղարաբաղին չի վերաբերում, խոսքը վերաբերում է հենց բուն Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգություններին, եւ ահա մենք տեսել ենք այդ իրենց կողմից նշվող երաշխավորը ինչպես է իրեն դրսևորել իր պայմանագրային պարտավորությունները կատարելու առումով, իսկ փաստացի մենք գիտենք, որ այդ պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել, եւ այս մարդիկ նորից հին երգն են երգում, երաշխավորի այսպես քողի տակ փորձում են կրկին իդեմս Ռուսաստանի Հայաստանում ունենալ իրենց իշխանության երաշխավորի, քանի որ գիտեն, որ իրենք լեգիտիմություն չունեն Հայաստանի Հանրապետությունում, իսկ մենք գիտենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության իշխանության երաշխավորը բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, եւ այն քաղաքական ուժերը, ովքեր կունենան այդ լեգիտիմության անհրաժեշտ աշճանը առաջիկա ընտրություններում կստանան անհրաժեշտ ձայներ եւ կանցնեն խորհրդարան։ Շնորհակալություն։ Նախորդ 3 ուժերի հետ, ում հետ մենք հանդիպել ենք, Շնորհապետականը, Նոր ուժը եւ Բարգավաճ Հայաստանը, 3-ի մոտ էլ, երբ խոսում էին երիտասարդական ծրագրերի մոտ, 3-ն էլ նշեցին, որ բարձրագույն կրթությունը դարձնելու են անվճար։ Բարգավաճ Հայաստանը նշեց 2 տարի ուշ, 28 թվականից, որպիսի բյուջեի առումով հասկանան դա ոնց են կարգավորում, բայց բոլոր 3-ի մոտ էլ բարձրագույն կրթությունը անվճար դարձնելու խոստումը կար։ Դուք ինչ եք առաջարկում։ Տեսեք, ներկայիս կառավարությունը իրականացրել է Հայաստանի պատմության թերևս ամենախոշոր սոցիալական բարեփոխումը, ըստ էության ներդնելով առողջապահության ապահովագրության համակարգը։ Այդ համակարգի շրջանակներում այսօր 1.7 միլիոն մարդ հնարավորություն ունի օգտվելու այդ ծրագրից, դա տասնյակ հարյուրավոր, ուրեմն ըստ էության միլիարդավոր դրամների ծախսեր են սոցիալական ուղղությամբ։ Այսինքն կառավարությունը, որը այսօր ապացուցել է, որ իր տնտեսական քաղաքականությամբ կարող է հասնել այն մակարդակի, որ նման մասշտաբային ծրագրեր իրականացնել, այսինքն իրականում պրակտիկայում ապացուցել է նաև հարյուրավոր ըստ էության դպրոցների եւ մանկապարտեզների մշակութային օջախների կառուցման այդ ծրագրերը, եւ այդ բնականաբար այդ կառավարությունը կարծում եմ ֆինանսական միջոցներ կունենա առաջիկայում այդ ծրագիրը կյանքի կոչելու համար։ Դուք գիտեք, որ մենք ունենք ակադեմիական քաղաքի գաղափարը եւ մինչեւ 30 թվականը առաջին կլաստերը ըստ էության կձևավորվի, իսկ դա տեխնոլոգիական կլաստերն է եւ ավելին ասեմ, որ կլաստերին ձևավորելու զուգահեռ նաեւ ստեղծվելու են անհրաժեշտ ենթակառուցվածքներ ուսանողների կացության խնդիրները լուծելու համար եւ դրան զուգահեռ նաեւ կառուցվելու է առաջին փուլով շուրջ 3600 ուսանողների համար կացության հանրակացարաններ եւ այլն, որը հնարավորություն կտա ուսանողներին գալ ոչ թե վարձով բնակվել ինչ որ Երևանում կամ Երևանամերձ հատվածներում, այլ մնալ ապրել, սովորել հենց այդ քաղաքում, ակադեմիական քաղաքում։ Այս ծրագրի շրջանակներում բնականաբար մենք կգնանք դրան, ավելին ասեմ, մենք փորձելու ենք ոչ թե պարզապես հայտարարել, որ այդ անվճար ենք դարձնելու, այլ ընդհակառակը մենք փորձելու ենք այնպես անել, այնպիսի ուրեմն քաղաքականություն իրականացնել,
որը ուսանողների համար խրախուսող կլինի սովորելու եւ առաջադիմության հասնելու համար։ Այսինքն մենք այնպես կանենք, որ ոչ մի ուսանող, ով ցանկանում է սովորել վարձի պատճառով կամ այդ ուսման վճարների պատճառով դուրս չի մնա կրթությունից, միևնույն ժամանակ մենք այնպիսի մեխանիզմներ կկիրառենք, որը նաև ուսանողին խրախուսելու, ավելի լավ սովորելու, ավելի լավ առաջադիմություն ունենալու հնարավորություն կտա։ Շնորհակալություն, խնդրեմ նրանք, ովքեր հարց ունեն, Դուք բարձրացնեն։ ներողություն եմ խնդրում, դուք գիտեք, որ նաև ներկայիս կառավարությունը բավականին բարձրացրել է նաև կրթաթոշակները, այնպես որ նաև այդ առումով մենք ապացուցել ենք, որ գործնական եւ լուրջ քայլեր իրականացնում ենք, մինչդեռ այդ քաղաքական ուժերը, որոնք հիմա այդպիսի պոպուլիստական հայտարարություններ են անում, 20 տարի ժամանակ ունեին ապացուցելու, որ դա այդպես է, մինչդեռ հենց իրանց կառավարման տարիներին է, որ կրթական համակարգը ամբողջովին փլուզվել է եւ փաստացի նաեւ այդ համակարգում կան սոցիալական խնդիրներ, սկսած դպրոցներից, ուրեմն ուսուցիչների աշխատավարձից, ուսանողներից, նրանց կրթաթոշակներից, կրթության որակից եւ այլն։ Այսինքն մենք գնում ենք ոչ թե պոպուլիստական ճանապարհով հայտարարելով, որ այ վաղը մենք հիմա անվճար ենք դարձնելու, մինչդեռ մեր քաղաքականության փիլիսոփայությունը տանում է դրան, այլ մենք ֆունդամենտալ փոփոխություն են կատարում կրթության ոլորտում, սկսած ուրեմն մանկապարտեզներից, դպրոցներից վերջացրած բուհական եւ հետբուհական կրթությունը, նաեւ ոչ ֆորմալ կրթությունը։ Շնորհակալություն, Անատոլի։ Շնորհակալ եմ։ Պարոն Առաքելյան, վստահ եմ, որ լսել եք վերջին շրջանում Ուժեղ Հայաստանի ղեկավար Սամվել Կարապետյանի հարցազրույցը, որտեղ կներեք իհարկե իր բառացիտելու համար ՔՊ-ին դպրոցներ կառուցելու համար անվանում էր անուղեղ։ Այդ ցանկանայի ձեր գնահատականը լսել Սամվել Կարապետյանի այս հայտարարության վերաբերյալ եւ երկրորդ հարցս, եթե կարելի է, այսօր շատերը ձեզ մեղադրում են, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը մինչև այսօր դատված չեն, կցանկանայի նաև ձեզ լսել այս մեղադրանքների մասով։ Ուրեմն սկսեմ կրթության հետ կապված Սամվել Կարապետյանի հայտարարությամբ, ինձ թվում է ցանկացած նորմալ մարդ եւ իրեն հարգող մարդ, ով գնահատում է կրթությունը, պետքա դատապարտի նման հայտարարությունը։ Դպրոցները կառուցում են, որպեսզի մեր սերունդը կրթվի, զարգանա եւ իսկապես անուղեղ եւ նաեւ տարբերի անուղեղ մարդկանց, կրթված եւ գրագետ մարդկանցից, որքան էլ որ իրենց, չգիտեմ, ֆինանսական հնարավորությունները մեծ են։ Տեսեք, իրենք հենց առաջին օրվանից ոչ միայն Սամվել Կարապետյանը, այլ իր հայտնի զարմիկը կռիվ են տալիս դպրոցների շինարարության, դպրոցների կառուցման, կրթական համակարգի դեմ, գրեթե նույն բանը ասում էր իր զարմիկը, որ պետք չի դպրոցներ կառուցել, պետքա գործարաններ կառուցել եւ այլն, քանի որ գործարանները կխթանեն, չգիտեմ, աշխատատեղերը եւ այլն։ Այսինքն նույնիսկ ոչ տնտեսագետի տրամաբանությունը ասում է, որ նույնիսկ դպրոցների կառուցումը դա էլի տնտեսական լուրջ էֆեկտ է տալիս, քանի որ նման մասշտաբի շինարարությունը հնարավորություն է տալիս հազարավոր նախ մարդկանց աշխատել շինարարության ոլորտում։ Ես խոսում եմ դեռ տնտեսական էֆեկտի մասին, լավ, հազարավոր մարդկանց հնարավորություն է տալիս աշխատել շինարարության ոլորտում։ Դա հնարավորություն է տալիս, որպեսզի օրինակ ցեմենտ արտադրող գործարանը շատ ավելի ցեմենտ վաճառի եւ շահույթ ստանա։ Դա խթանում է, որպեսզի, չգիտեմ, քար եւ այլ շինարարական նյութեր արտադրող ընկերություններին ավելի արտադրություն տան եւ շահույթ ունենան, որտեղ էլի աշխատատեղեր կա, այսպես շարունակ։ Այսինքն դպրոց կառուցելը ինքնին, ֆիզիկապես, դա եւս նշանակում է տնտեսական զարգացում եւ տնտեսական էֆեկտ։ Հաջորդը դրա բովանդակային մասին անդրադառնանք։ Մենք գիտենք, թե ինչպիսի վիճակում են գտնվում մեր դպրոցները, մանկապարտեզները, նախակրթարանները եւ այլն, որոնք չունեին տարրական պայմանները կրթական process անցկացնելու համար, դուք, երևի կամ դպրոցը դեռ չեք
ավարտել կամ ավարտել եք թարմա ձեր հիշողությունը դպրոցի մասին կամ շփվել եք, գիտեք, թե ինչպիսի պայմաններում էին դասապրոցեսները կազմակերպում, չկային լաբորատորիաներ, այսինքն աշակերտը ֆիզիկա էր անցնում, բայց պատկերացում չուներ այդ ֆիզիկայի կիրառական, հա, այդ փորձերից եւ այլից։ Աշակերտը քիմիա էր անցնում, նույն կերպ պատկերացում չուներ գործնականում այդ քիմիական ռեակցիաները ինչպես են կազմակերպվում, ինչպես են տեղի ունենում, այսինքն չուներ փորձը անելու հնարավորություն, դա վերաբերում է նաև բարձր տեխնոլոգիական ոլորտին եւ այլն։ Եվ հիմա նորովի կառուցվող կամ վերակառուցվող դպրոցներում ոչ միայն պատեր են կառուցվում, այլ բովանդակություն է լցվում, թե կրթության չափորոշիչների փոփոխության բարելավմամբ եւ թե նյութատեխնիկական բազայի ամրապնդմամբ։ Դուք գիտեք, որ նաև մեր դպրոցներում ներդրվելու է նաև արհեստական բանականության ուսուցման ուրեմն ծրագիր, որը բացառիկ է ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում։ Դա իրականացվելու է Թումոյի հետ համատեղ, Թումոյի ծրագրով, փորձնական ծրագիրը արդեն եղել է եւ առաջիկայում այդ ծրագիրը կներդրվի Հայաստանի Հանրապետության դպրոցներում։ Եվ հիմա Խոպանից եկած, հա, ես չեմ փնովում Խոպան գնացող մեր հայրենակիցներին, այլ քաղաքական խոպանչիներին հարցեր ունեմ։ Հիմա այդ քաղաքական խոպանչիները, ովքեր Ռուսաստաներում մի քանի հազար մետր ասֆալտ են փռել կամ չգիտեմ ինչեր են արել, հիմա եկել են ասում են, որ մեզ պետք չի։ Իհարկե 90-ական թվականների վերջին եւ 2000-ականների սկզբին շատ մարդիկ պատահականորեն Ռուսաստանում հարստացել են, քանի որ այնտեղ մի փոքր այսպես շուստերի լինեիր, հա, կներեք այս բառի համար, շուստերի լինեիր, կկարողանայիր ուրեմն միջին վիճակագրական հարուստ մարդ դառնայիր։ Հիմա այս շուստերիները, որոնք 90-ականների վերջին եւ 2000-ականների հետ Ռուսաստանում մի քանի կոպեկ են վաստակել, եկել են այստեղ մարդկանց ասում են, որ մարդիկ անուղեղ են, որ դպրոց են կառուցում, եւ ես կարծում եմ, որ մեր հասարակության, նաեւ երիտասարդության արձագանքը դրան պետքա լինի սուր եւ դա պետքա լինի նաեւ ընտրություններին մասնակցության եւ իրենց քվեարկության միջոցով ու կարծում եմ, որ նման հայտարարությունները ցույց են տալիս իրականում, թե ինչպիսի արժե համակարգ են կրում այդ մարդիկ։ Տեսեք, այդ մարդիկ խոսում են գործարաններից, չէ, բայց մի քանի ուրեմն մամուլի ասուլիսներից մեկը իրենք տվել են իրենց հիմնած սրբիչի գործարանում, հա, ինչ որ Արարատի մարզում է, թե Արմավիրի մարզում ինչ որ սրբիչի գործարան են հիմնում ու Կարապետյանի Զարմիկը արդեն որերորդ անգամ այդ սրբիչի գործարանի ֆոնին հարցազրույցներ է տալիս ու իբր ցույց է տալիս, որ իրենք այսպես արդյունաբերության մեջ ներդրումներ են անում։ Բայց եկեք հասկանանք, արդյոք Հայաստանի ապագան ճակատագիրը պետքա կախված լինի սրբիչի գործարանից։ Արդյոք Հայաստանը կարող է մրցունակ պետություն դառնալ սրբիչի գործարան սարքելով կամ պայմանական սրբիչի գործարան սարքելով։ Իհարկե ես չեմ փնովում թեթև արդյունաբերությամբ զբաղվողներին, ընդհակառակը ես բոլորին կոչ եմ անում եւ իմ գովեստի խոսքերն եմ հղում ցանկացած ներդրման Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում սրբիչի գործարան հիմնելուն։ Բայց մեր ապագան սրբիչի գործարանը չէ, մեր ապագան բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունն է եւ ներկայիս մեր կառավարությունը այդ ուղղությամբ բավականին լուրջ ծրագրեր է իրականացնում։ Դուք գիտեք Nvidia-ի հետ մեր ծրագրերը, դուք գիտեք, որ Հայաստանում հիմնվելու է արհեստական բանականության ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի մասշտաբով խոշորագույն կենտրոններից մեկը։ Նշեմ նաև, որ ես ինքս հանդիսանալով Գեղարքունիքի մարզից, նշեմ նաև, որ արդեն Գագարին քաղաքում կա նման իհարկե մասշտաբներով փոքր ըստ արհեստական բանականության կենտրոն, բայց այնտեղ էլի տեղադրված են ըստ էության Nvidia-ի չիպերը։ Այս Հայաստանում շրջանում եւ աշխարհում նման ուրեմն
արդյունաբերություն բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունենալու համար պետք է ունենալ այդպիսի մակարդակի դպրոցներ, որոնք այսօր ուզում են Հայաստանի Հանրապետությունում եւ պետք է ունենալ նաեւ դրան համապատասխան կրթության որակ։ Իսկ այն որ Սամվել Կարապետյանների եւ այդ շրջանակների համար ըստ էության կարևորը մի քանի մետր ասֆալտ փռելն է կամ սրբիչի գործարան հիմնելն է, իրանք մտածում են, որ այդտեղ մեծ ուղեղ պետք չի, օրինակ սրբիչի գործարան կառուցել կամ ասֆալտ փռելը։ Ու քանի որ մեր նպատակը Հայաստանը դարձնել տարածաշրջանային եւ գլոբալ առումով բարձր տեխնոլոգիական կենտրոն, հա, հետեւաբար մենք կարևորում ենք կրթության դերը, այդ կրթության մեջ հանրակրթության նշանակությունը թե իր ֆիզիկական միջավայրի առումով եւ թե իր բովանդակության առումով։ Պետք է նշեմ, որ միջավայրը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ այլ ուրեմն հանգամանք է, երբ որ դու նստած եւ դասավանդման process-ը իրականացնում ես խախովված պատերով, այսպես անհյուրընկալ, հա, այսպես պատերով եւ կոտրված պատուհաններով ոչ մի ստանդարտներին չհամապատասխանող ուրեմն դասարանում եւ դպրոցում այլ հանգամանք է, երբ որ դու դասապրոցեսը կազմակերպում ես եվրոպական չափանիշներին համապատասխան դպրոցներում, քանի որ այն աշակերտները, ովքեր կրթվում են այդ եվրոպական չափանիշներով համապատասխան դպրոցներում, դպրոցից դուրս գալուց հետո կյանք մտնելուց իրանք ձգտելու են, որպեսզի իրենց միջավայրը հենց այդպեսին դարձնեն կամ այդպեսին պահեն։ Շնորհակալություն։ Արձագանք կա Իսկ երկրորդ հարցից մասով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դատվածության մասով Տեսեք, նախ փաստենք, որ կես համակարգի հետ այդ մասին բազմիցս բարձրաձայնել ենք, այդ մասին բազմիցս խոսել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Մենք գիտենք, թե ինչպիսի պայմաններում մարտի 1-ի գործը Սահմանադրական դատարանի միջոցով այդ հայտնի հոդվածի հետ կապված, ինչպես այն ժամանակ Սահմանադրական դատարանը, որի անդամների զգալի մասը այն ժամանակ հենց այդ թիմերի ներկայացուցիչներ էին, ինչպես իրենք Ռոբերտ Քոչարյանին այդ գործընթացից դուրս դրեցին, բայց նաև գիտենք, որ մեր դատախազությունը վերավորակավորել է այդ քրեական գործը եւ այսօր էլի մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի վրա հարուցված քրեական գործ կա եւ տեղի ունենում դատաքննություն։ Իհարկե գործընթացները մենք գիտենք, որ նաև Սերժ Սարգսյանի վրա հարուցված գործեր կան։ Տեսեք, մենք պայքարում ենք ըստ էության մաֆիոզ կլանային քրեա օլիգարխիկ մի համակարգի դեմ, ով իր հանցանքները կատարելիս բնական է, չէ, որ այդ հանցանքներին պետքա տար նաև որոշակի իրավական այսպես ձևակերպումներ, այնպես աներ, որ հետագայում բոլոր հնարավոր միջոցներով հնարավոր չլինի իրենց պատասխանատվության ենթարկել։ Դրա առաջին օղակը բնականաբար իրենց կողմից նշանակված դատավորներն էին, դատական համակարգն էր, իրենց հարմարված օրենսդրությունն էր եւ այլն եւ այլն։ Հիմա դուք գիտեք, որ ստեղծվել են ուրեմն հակակոռուպցիոն դատարաններ, ստեղծվել է հակակոռուպցիոն կոմիտեն, դատական համակարգում բավականին, այսպես ասենք, մաքրումներ են տեղի ունեցել եւ այլն, բարեվարկության հետ կապված շատ դատավորներ ազատվել են պաշտոններից, բայց իհարկե այս ամենը 100%-ով դեռ տեղի չունեցել եւ նույնիսկ գաղափար կա, որ առաջիկայում, երբ որ լինի սահմանական փոփոխություններ, բոլոր դատավորները սահմանադրության, հա, այդ իրավունքի ուժով նոր սահմանադրությամբ կհամարվեն ազատված եւ ժամանակավոր պաշտոնակատարներ եւ միայն բոլորի ամբողջական բարեվարկությունը ստուգելուց հետո իրենք կվերանշանակվեն իրենց պաշտոններում։ Սա է հիմնական պատճառը, երբ որ այս մարդիկ մենք գիտենք, թե ինչպիսի ուրեմն գործերի հետ են իրենք առնչվում, այսօր դեռևս ազատության մեջ են, բայց ես համոզմունք ունեմ, որ արդարադատությունը կհաղթի եւ մենք մի օր կտեսնենք, իհարկե մենք չենք գնա վենդետաների ճանապարհով, մենք չենք գնա ոչ դատական, ուրեմն ոչ դատական գործընթացներով մարդկանց, այսինքն այսպես ասենք 37 թվի այդ մեխանիզմերով, երբ որ մարդկանց ուղակի այսպես աչքաչափով կամ հարևանի ուրեմն
բողոքով կամ այդ այսպես խոսքա դանոսով, հա, մարդկանց տանում էին, չգիտեմ, Սիբիրներ կալանավորում էին կամ կյանքից զրկում էին, սա շատ վտանգավոր ուղղություն է, քանի որ եթե մենք նախադեպ ստեղծենք նման բանի, ապա համոզված եղեք, որ Հայաստանում հաջորդ իշխանությունը նույնպես այդ նախադեպից կօգտվի եւ սա կլինի միմյանց նկատմամբ հանիրավի հաշվեհարդար տեսնելու ուրեմն մեխանիզմ։ Իհարկե մենք այդ քննադատությունները մեր վրա ընդունում ենք, բայց մենք գիտակցաբար ենք դա ընդունում։ Իհարկե շատ հեշտ կլիներ ուրեմն պարզապես այդ մարդկանց վերցնել եւ ձերբակալել ու ասել վերջացել է, ուրեմն թեման փակվել է, ու դրանով մենք շատ ավելի միգուցե քաղաքական դիվիդենդ կշահեինք, բայց մենք մտածում ենք նաև պետության հեռանկարի եւ իրավական համակարգի հեռանկարի մասին, եւ այդ տեսանկյունից կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ բոլոր գործընթացները տեղ ունենան դատական կարգով։ Շնորհակալություն, Սուրեն։ Շնորհակալություն հարցի համար։ Մի հատ հարց կարող եմ ուղղել ձեր նոր խոսացցի համար։ Ընդհանուր մարդկանց մեջ է տարածված այն հարցը, որ մարդիկ դեմ չեն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի, այլ դեմ են, որ պարոն Քոչարյանը հետ գա։ Ու Նիկոլ Փաշինյանի համար թենց տարածված է, որ Նիկոլ Փաշինյանի համար ձեռնտու է, որ թենց լինի, որ իրան չձերբակալեն ու ինքը էլի ընտրություններին մասնակցի։ Տեսեք, այն որ Քոչարյանը ունի բացական վարկանիշ, դա ակնհայտ է, եւ այս տարիները ցույց են տվել, որ նույնիսկ 21 թվականի ընտրություններին ինչպիսի լոզունգով էր հանդես գալիս, որ հաղթելու են կամ միջև քոք մաշեցնելու են, բայց արդյունքում մենք տեսանք, որ հենց իրենք միջև քոք մաշեցին եւ էական ուրեմն արդյունքներ չգրանցեցին ընտրություններին։ Իհարկե դա մեկնաբանության հարց է, որ դա ձեռնտու է իշխանություններին, օբյեկտիվորեն, իհարկե ցանկացած թույլ ընդդիմություն ցանկացած իշխանության ձեռնտու է, հա, բայց պետք է հասկանանք, որ ներկայիս իշխանությունը որևէ քաղաքական ուժի չի արգելել մասնակցել քաղաքական գործընթացներին։ Եվ այդ առումով ես կարծում եմ, որ պետք է օբյեկտիվ գնահատականներ տրվեն եւ եթե այսպես արհեստական միջոցներով արգելվել որևէ քաղաքական ուժի մասնակցությունը ընտրական գործընթացներին, այս անգամ պետք է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը մեղադրեին, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ավտորիտար ուժ է եւ իր քաղաքական օպոնենտներին թույլ չի տալիս, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին։ Իհարկե կարող են լինել գործընթացներ, որ օրենքի շրջանակներում արգելվի կուսակցությունների մասնակցությունը։ Մենք տեսել ենք Եվրամիության վերջին 1-2 տարիների ընթացքում, թե ինչպես են Եվրոպական միության որոշ երկրներ, Ռումինիան, Գերմանիան, ուրեմն վերջինը Մոլդովան էր, որ որոշ պրոռուսական ուժերի արգելեցին մասնակցել ընտրություններին կամ մի խոսքով, այսինքն կամ ընտրակեղծիքներ կարող են այնպես լինել, որ այդ ուժերի նույնիսկ գրանցումը արգելվի, գրանցումը չեղարկվի եւ այլն։ Այսինքն որոշակի մեխանիզմներ կա, բայց այդ մեխանիզմները պետք է օգտագործեն օբյեկտիվ միջավայրում, օբյեկտիվ պայմաններով եւ օբյեկտիվորեն, որպեսզի այլ մեկնաբանությունների առիթ չդառնա։ Եվ մեկ հարց ընդհանուր իմ հարցին գնամ, այս մի քանի օրս են տարածված էլո, որ պարոն Թաթոյանը, ով էլի առաջադրվել է վարչապետի պաշտոնին, լրատվականների հետ որ խոսում էր, ասում էր, որ համալսարաններում, դպրոցներում տնօրեններին խոսք է տրվում, որ պետք է երեխաներին կամ ուսանողներին հավաքեն եւ գնան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին կամ իրեն ընտրեն կամ էլ ընդհանուր սիրտիկներ ցույց տան նկարվելու ժամանակ եւ իր շապիկները հագնեն, դուք ինչ արձագանք կտաք, դա ճիշտ է թե սխալ, որովհետեւ ինքը հենց ձայնագրությամբ ցույց էր տալի։ Տեսեք, կարող են որոշ տնօրեններ կամ բաներ իրենց նախաձեռնությամբ ինչ որ նման բաներ անեն, բայց Արման Թաթոյանը նախկինում մի քաղաքական ուժ էր ներկայացնում
հանրապետական կուսակցությունը ինքը միգուցե կուսակցական չի եղել, բայց ինքը Սերժ Սարգսյանի իշխանության ներկայացուցիչ է եղել, արդարադատության փոխնախարար, հետո նաև մարդու իրավունքների պաշտպան ընտրվել եւ իրենց կառավարման տարիներին տոտալ վերահսկողություններ դպրոցի տնօրենների եւ աշակերտների նկատմամբ։ Ես ձեզ կարող եմ վստահեցնել, ես ինքս անձամբ մասնակցում եմ ընտրարշավներին, ես տարածիորեն 3 էլի վերադարձել եմ Գեղարքունիքի մարզից, նույնիսկ իմ Facebook-յան էջում պոստեր եմ արել մի քանի 3 առաջին օրը, դրանից առաջ ուրեմն 3 եւ 3 առաջին օրը եղել ենք Սևանուի տարածաշրջանում, Սևանի գյուղերում, դրանից առաջ էլի գտնվել ենք Գեղարքունիքում, Վարդենիսում, ասես եղել ենք Վարդենիսի էլի 8-ից մոտ 10 գյուղերում, քարոզարշավի շրջանակներում եւ Վարդենիս քաղաքում, կան հրապարակված եւ քարոզարշավը ղեկավարում էր Գեղարքունիքի մարզպետը, դուք կարող եք մոնիտորինգ անել, եթե ինչ-որ մարդկանց ունեք Գեղարքունիքում ծանոթներ կամ այդ գյուղերում, այդ նկարներից, այդ տեսահոլովակներից եւ այլնից կարող եք մոնիտորինգ անել եւ տեսնել, թե արդյոք այդտեղ կան դպրոցի տնօրեններ կամ չգիտեմ բաներ, որոնք կամ մասսայական երեխաների մասնակցություն, ոչ, այս նախընտրական քարոզարշավի ֆենոմեններից մեկը իհարկե երեխաներն են, դուք տեսնում եք, թե ինչպես են վարչապետի այցերի ժամանակ երեխաները այսպես շրջապատում վարչապետին, ավելին վարչապետը ինքն է արդեն ասում, երեխեք ջան, դուք ընկել եք իմ հետևից, հեսա նորից ընդդիմությունը կասի, որ երեխաներին հանել են եւ ներգրավում են նախընտրական արշավի մեջ, իդեպ ասեմ, մեր նախընտրական արշավները նաեւ մոնիտորինգի են ենթարկում եւ թե տեղական եւ թե արտասահմանյան դիտորդները, եւ եթե նույնիսկ մեր նախընտրական արշավների ես խոսում եմ մարզպետի գլխավորությամբ նախընտրական արշավը, նույնիսկ մեկ երեխա է մոտենում, մենք խնդրում ենք հեռանալ երեխաներին, ուրեմն հավաքված մեծահասակների պատից, որպեսզի այլ մեկնաբանությունների առիթ չտանք, այդ ամենը մոնիտորինգի են ենթարկում, կրկնեմ, թե տեղական եւ թե այսօր այն ինչ որ ասում է Արման Թաթոյանը, դա մանիպուլյացիա է։ Այս ընտրությունների թերևս ամենամեծ բանը դա կեղծ տեղեկատվություն ու մանիպուլյացիան է, որը գիտենք թե որտեղից է գալիս, այս ուժերը, այդ մետադիչկաները, հա, այսպես հայտնի, այդ համապատասխան այդ մետադիչկաների գործում են, տարածում են ադրբեջանական նարատիվներ, տարածում են, երբ որ մենք համեմատում ենք օրինակ ռուսական պետական հեռուստաընկերությունների եթերները եւ դրանց խոսույթը ու այս քաղաքական ուժերի խոսույթը, դրանք գրեթե 100%-ով նույնական են, ես սա մեզ թույլ է տալիս ենթադրելու, որ իրենց ուրեմն թեզերը գրվում եւ տարածում են մեկ կենտրոնից, իսկ այդ մեկ կենտրոնը դա Ռուսաստանի համապատասխան կենտրոններն են։ Լավ, շնորհակալություն, ես հարցրեցի դա համարում եք ճիշտ թե սխալ, որովհետեւ այդտեղ ապացույց էլ չկար, որ դա հենց իհարկե կազմակերպված ուրեմն տնօրենների, ուսուցիչների, երեխաների ներգրավումը նախընտրական արշավին դա սխալ է, բայց անհատական եթե մարդիկ ցանկանում են աշխատանքից, գործից, դասից դուրս գալ եւ ներկա գտնվել, կարծում եմ այդտեղ չթույլատրելը մի քիչ խնդրահարույց է։ Հատկապես երեխաների դեպքում։ Շնորհակալություն հարցը։ Շնորհակալություն, ովքեր հարցեր ունեն, խնդրեմ նորից ձեռք բարձրացնեն իրենց հարցը հղելու համար։ Մինչև ես եւս մեկ հարց ունեմ, լիքը ընդդիմադիր ուժեր նշում են, որ դուք իրականում խաղաղության ուժ չեք, քանի որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության ժամանակ առնվազն մեկ խոշոր պատերազմ Հայաստանի տարածք ներխուժում եւ այլն, արդյոք ճիշտ էր այդ ամեն ինչից հետո ներկայանալ հանրությանը որպես խաղաղության կուսակցություն։ Տեսեք, դա ասում են այն ուժերը, որոնք կառուցել են մինչ այդ տեղ ունեցած գոյություն ունեցած Հայաստանի անվտանգային համակարգը, հա։ Այդ անվտանգային համակարգը առնվազն 2016 թվականից, հա, երբ որ տեղ ունեցավ քարորիա պատերազմը,
առնվազն 2016 թվականից այլևս ցույց տվեց, որ իզորու չի ապահովելու կամ դեմ կանգնելու այդ սպառնալիքներին եւ մարտահրավերներին։ 2018 թվականից, երբ տեղի ունեցել հեղափոխություն, գործող իշխանությունը աննախադեպ տեմպերով փորձել է վերազինել հայկական բանակը եւ դրա մասին տեղյակ է եղել ադրբեջանական կողմը եւ բոլորը հասկացել են, որ եթե պետք է սկսեն պատերազմ, ապա դա պետք է սկսեն օր առաջ, քանի որ առնվազն եւս 1-2 տարի եթե այդ ամբողջ գործընթացը տեղ ունենար, ապա Ադրբեջանի շանսերը շատ ավելի նվազային լինելու։ Եվ ահա այդ համակարգն էր, թե աշխարհաքաղաքական, թե ռազմական, թե ռազմատեխնիկական, թե տնտեսական, հա, այդ ամբողջ գլոբալ համակարգն էր, որ ցույց տվեց իր սնանկությունը եւ մեզ հանգեցրեց այդ կանգնեցրեց այդ ճգնաժամի պատերազմի առաջ։ Եվ հիմա Հայաստանի Հանրապետության կառավարությունը անցնելով այդ ամբողջ ճգնաժամի մեջով, նաև անելով որոշակի ենթադրություններ, հետևություններ, հիմա հասել է խաղաղության հաստատման այս գործընթացին եւ մենք տեսնում ենք, որ արդեն գրեթե 2 տարի է մեր սահմաններում կրակոց չկա եւ այդ կրակոցներից զինվորներ եւ զինվորականներ չեն զոհվում։ Սա թերևս ամենակարևոր ձեռքբերումն է։ Իհարկե դրան հասնելու ճանապարհը բավականին ցավոտ էր, դրան հասնելու ճանապարհը բավականին այսպես շոտ էր, ինչպես ասում են, բայց մենք հասել ենք դրան եւ գործնականում այսօր մենք միակ քաղաքական ուժն ենք, որը գործնականում ցույց է տվել այդ խաղաղությունը։ Մյուս քաղաքական ուժերը, տեսեք մենք ասում ենք, որ եթե գան այդ քաղաքական ուժերը իշխանության, ապա ապա կրկին տեղի ունենալու պատերազմ, որովհետև այդ քաղաքական ուժերը կրկին ելնում են նախորդ համակարգի սկզբունքներից, կրկին հենվում են մեկ աշխարհաքաղաքական կենտրոնի վրա եւ կրկին առաջ են տանում մեր տարածաշրջանում ու Հայաստանում միայն այդ աշխարհաքաղաքական կենտրոնի շահերը, իսկ կյանքը ցույց տվեց, որ այդ կենտրոնի շահերը չեն համընկնում մեր շահերի հետ, առնվազն մեծամասամբ, եւ հենց դա էր նաեւ, որ երբ որ հույսը դրեցինք այդ 30 տարիներին այդ կենտրոնի վրա, նույնիսկ Սերժ Սարգսյանը Հայաստանը դարձեց ԵԱՏՄ անդամ այն պատճառաբանությամբ, որ ինքը նախընտրում է անվտանգությունը, այսինքն ԵԱՏՄ-ն այդ տնտեսական միությունը ինքը դիտարկեց ոչ թե տնտեսական շահի տեսանկյունից, այլ անվտանգային շահի տեսանկյունից, անգամ այդ պարագայում նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ հնարավոր չեղավ այդ համակարգի պայմաններում կանխել պատերազմը։ Մենք գիտենք, որ այդ պատերազմը սկսվել է դեռևս 2016 թվականից քառօրյա պատերազմով։ Եվ կրկնեմ իմ ասածը, որ այո, միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, որ բերում է խաղաղություն, բերել է խաղաղություն, եւ մենք հիմա գտնվում ենք այդ խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացում եւ ես համոզված եմ, որ մենք նաեւ այդ գործընթացը ավարտին կհասցնենք, մենք կունենանք կայուն խաղաղություն, չգիտեմ, մարդիկ արժանապատիվ խաղաղություն են ասում, մարդիկ երաշխավորված խաղաղություն են ասում, բայց ես որ մենք կունենանք կայուն խաղաղություն, իսկ այդ խաղաղության հիմնական երաշխավորը կլինի Հայաստանի Հանրապետությունը իր տնտեսությամբ, իր քաղաքացիներով, իր կրթական համակարգով, իր աշխարհագրական դերով եւ նշանակությամբ, իր բազմաթիվ ռազմավարական գործընկերներով եւ իր զինված ուժերով եւ ձեզ նույնպես խորհուրդ կտամ, որպեսզի մայիսի 28-ին նաեւ գնաք Հանրապետության հրապարակ եւ ականատես լինեք այն ամբողջ նորագույն զենք զինամթերքին, որը գնվել է վերջին առնվազն 2-3 տարիների ընթացքում եւ թերևս ամենակարևորը, որոնց զգալի մասը արտադրվել է Հայաստանի Հանրապետությունում, ահա սա է անվտանգության երաշխիքը, երբ որ դու կարողանում ես քեզ թույլ տալ նման ռազմական գնումներ անել եւ դու ստեղծում ես քո սեփական ռազմաարդյունաբերությունը, որը առնվազն Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց ուրեմն կասեցվել էր։ Ես մի օրինակ ասեմ, մինչև Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը Հայաստանում կար ռազմաարդյունաբերության որոշակի ուղղություններ, գործընթացներ, նույնիսկ Հայաստանում, եթե չեմ սխալվում, այդ հայտնի գրադների այդ հրթիռներ էին արտադրվում, հավաքվում։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո դա էլ է փակվում 98 թվականից, դա էլ է փակվում Հայաստանի Հանրապետությունում։ Հեսա ցույց է տալիս, թե ինչպես էին այդ մարդիկ
խոսքով պատրաստվում խաղաղությանը կամ պատրաստվում պատերազմին եւ դրան հակառակ ինչպես ենք մենք պատրաստվում խաղաղությանը, երբ որ մենք ասում ենք խաղաղություն, դա չի նշանակում, որ մենք գնում ենք, չգիտեմ, սուրճ խմելու, ոտներին գցած սուրճ ենք խմում, դա տնտեսական զարգացումն է, մենք գիտենք, թե ինչպիսի տնտեսական զարգացման տեմպեր ունի այսօր Հայաստանի Հանրապետությունը եւ տարածաշրջանում ու մեծ առումով աշխարհում առաջատարներից է, մենք գիտենք, թե ինչպիսի տեմպերով է ավելանում մեր հնան, հա, եթե 2017 թվականի մեր հնան մոտ 11 միլիարդ դոլար էր, հիմա մեր հնան մոտենում է արդեն 30 միլիարդ դոլարի, 29 միլիարդ, քանի 100 միլիոն դոլար է, միջին, հա, շնչին հասնող հնայի մակարդակով մենք նույնիսկ 2000 եւ ավել դոլարով առաջ ենք անցել նույնիսկ Ադրբեջանից ու այսպես շարունակ, ել չասեմ են ռազմատեխնիկական զենք զինամթերքի գնումները, ել չասեմ ռազմատեխնիկական եւ ռազմաքաղաքական ոլորտում մեր հաստատած հարաբերությունները աշխարհի տարբեր երկրների հետ, հարավ-արևելքից սկսած մինչև արևմտյան Եվրոպա, սա է իրական խաղաղության երաշխիքը, ոչ թե մշտապես կներեք արտահայտությանս որփի նման հայացքներս ուղենք ինչ որ հյուսիսի, սպասենք, տեսնենք, թե մեզ երբ կպաշտպանեն, այսպես կուչ եկած վիճակում, սպասենք, տեսնենք, թե մեզ երբ զենք կտան կամ գումարը տանք այդ զենքը չստանանք ու այսպես շարունակ։ Մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր հարաբերությունները արտաքին քաղաքականության, տնտեսության, անվտանգության եւ բոլոր ոլորտներում, որը մեզ հնարավորություն կտա մեծամասամբ մեր հույսը դնել նախ եւ առաջ մեր վրա եւ այլ երաշխավորներ չգտնել դրսերում, քանի որ տեսեք, այստեղ մի հանգամանք էլ կա, երբ որ ասում են երաշխավոր, ակնհայտ է, որ այդ ուժերը հիմնականում նկատի ունեն Ռուսաստանին այդ խաղաղության հարցով, այստեղ շատ կարևոր հանգամանք կա, իհարկե իրենք մի քանի երկրների անուններ են տալիս, բայց դա ծխածածկույթ է քողարկելու իրենց հիմնական նպատակը, իսկ իրենց հիմնական նպատակը Ռուսաստանին կրկին այստեղ բերել եւ Հայաստանի չակերտավոր երաշխավոր կարգելն է։ Տեսեք, երբ որ մենք որևէ մեկին վերցնենք այսպես տնտեսական կամ առևտրային մոդելով դիտարկենք այս հանգամանքը, երբ որ օրինակ մենք ցանկանում ենք որևէ ապրանք գնել, դիմում ենք մի կազմակերպության, որը մեր համար պետքա ծառայություն մատուցի եւ այդ ապրանքը հասցնի տա մեզ, ակնհայտ է, չէ, որ վերցնելու է նաեւ այդ ապրանքի համար միջնորդավճար, բայց երբ որ մենք ուղիղ ենք բանակցում ըստ էության բերում ենք ապրանքը ուղիղ, մենք այդ ապրանքի համար վճարում ենք շատ ավելի էժան եւ քաղաքականության մեջ, հա, արտաքին հարաբերություններում այդ ապրանքի գինը դա մեր վճարվելիք քաղաքական գինն է այդ երաշխավորին իր ծառայությունները մատուցելու համար ու դեռ պարզ չի ինքը այդ ծառայությունները որակյալ կմատուցի, թե չէ։ Եվ հետեւաբար մենք պետքա մեր կարողությունները զարգացնենք, չդիմենք որևէ մեկին, գործընկերային հարաբերություններ հաստատենք շատ երկրների հետ, դիվերսիֆիկացնենք մեր հարաբերությունները եւ ինքներս երաշխավոր լինենք մեր անկախությանը, անվտանգությանը եւ խաղաղությանը։ Շնորհակալություն, մյուսները եթե հարցեր ունեն, խնդրեմ բարձրացնել իրենց ձեռքը։ Okay, կարծես թե հարցեր չկան։ Հա, Ռոբերտո։ Պարոն Առաքելյան, ուզում եմ հարցս հետևյալ կերպ ձևակերպել, ես ինքս էլ նաև Գեղարքունիքի մարզից եմ, բայց մարզի հետ կապված չի հարցը, ես կոնկրետ Սևանից, բայց քաղաքից, տեսա, որ գյուղերում Գեղարքունիքի մարզից որտեղից եք։ Հենց Սևան քաղաքից։ Տեսա, որ շփվել եք վերջերս բան այցելել եք գյուղեր, կարծեմ 3, չէ։ Ինչևէ հարցս հետևյալն է, պարոն Առաքելյան, մինչև վերջին ժամանակահատվածը ոնց որ նոր եք, կարծում եմ ՔՊ-ին միացել, ճիշտ է։ Ես ԿՊ-ի ցուցակում եմ, տեխնացու եմ, բայց անկուսակցական քվոտա է։ Բայց 18 թվականից սկսած ես այդ թիմի հետ մասնակցել եմ բոլոր գործընթացներին, քաղաքական մինչև հիմա։
Հասկացա։ Շատ լավ։ Իմ հարցը այսպես ԿՊ-ի այսօրվա վարած քաղաքականության թերությունների հետ կապված է, որովհետև 18 թվականի ԿՊ-ն ու այսօրվա ԿՊ-ն բավականին տարբերվում են իրարից, ինչը բավականին նորմալ է, բայց ոնց որ ուզում եմ լսել, տեսնել դուք ինչ կասեք, ինչ որ թերություններ կան ըստ ձեզ, որ ԿՊ-ն ունի այսօր իր քաղաքականության մեջ։ Լսում ա։ Հա, լսվում է։ Հա, տեսեք, օբյեկտիվորեն բնականաբար չէր կարող 18 թվականի ԿՊ-ն նույնականացվել կամ որոշակի տարբերություններ չունենար այսօրվա ԿՊ-ի հետ, քանի որ քաղաքական ուժը ինչ է, քաղաքական ուժը դա մի ինստիտուցիոնալ կառույց է, քաղաքական ինստիտուտ է, որը պետքա ժամանակի հետ նաև ինքը տրանսֆորմացվի, քաղաքական ուժը գեներացնում է քաղաքական գաղափարներ եւ նպատակներ, որոնք հետո իշխանության գալու ժամանակ պետք է այդ գաղափարները եւ նպատակները կյանքի կոչի եւ դա ուղիղ կապված է պետության հետ, պետության սպառնալիքների, հնարավորությունների հետ։ Մենք գիտենք, որ այս 7-8 տարիների ընթացքում թե մեր պետության սպառնալիքներն են փոխվել, թե մեր պետության հնարավորություններն են փոխվել, թե մեր միջավայրն է փոխվել արտաքին եւ թե ներքին միջավայրը եւ հետեւաբար այս առումով նաեւ ԿՊ-ն նույնպես պետքա որոշակի տրանսֆորմացիաների ենթարկվել։ Իհարկե օբյեկտիվորեն կարող են լինել բացասական որոշակի հանգամանքներ, բայց պետք է հաշվի առնենք, որ ԿՊ-ն իշխող ուժ է, ԿՊ-ն մեծ ուժ է եւ իդեալականացնել ասել, որ ինքը պետքա ամբողջությամբ իդեալական լինի, դա այդպես չի եւ մեծ առումով ցանկացած նույնիսկ փոքր թիմում այդպես չի, ուր մնաց մեծ թիմերում։ Իհարկե ԿՊ-ն որպես այսօր թերևս ամենաժողովրդավարական քաղաքական ուժը ունի նաև մեխանիզմներ ինքնամիգուցե մաքրման, ինքնաշտկման։ Տեսեք, մեկ օրինակ բերեմ, միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն էր, որ իր նախընտրական ցուցակը ձևավորեց բացառապես այդ հայտնի primariesների կամ ներքին ընտրությունների միջոցով։ Ես որպես անձ, որ ԿՊ կուսակցության անդամ չէ, ոչ կուսակցական եմ եւ մասնակցել եմ այդ ամբողջ գործընթացին, կարող եմ հավաստիացնել, որ սա դերևս Հայաստանի պատմության բացառիկ դեպքերից է, երբ որ կուսակցությունը ինքը գիտակցաբար գնում է ներքին ժողովրդավարության ճանապարհով, ներքին ժողովրդավարությունը զարգացնելու ճանապարհով եւ նույնիսկ շատ կուսակցություններ, որոնք խոսում են ժողովրդավարությունից, այդպես չեն բաց թափանցիկ մրցակցային եղանակով չեն կազմել իրենց նախընտրական ցուցակները եւ հիմնականում իրենց լիդերներն են կամ նեղ թվով լիդերներն են նստել եւ ցուցակները գրել իրենց ճաշակով։ Ինչու է սա կարևոր։ Սա կարևոր է այն հանգամանքով, որ եթե կուսակցությունը ներքին ժողովրդավարության բավարար մակարդակ չի ունենում, որպես կանոն, եթե նրանք գալիս են իշխանության, ապա այդ քաղաքական մշակույթը իրենք տարածում են նաև պետական կառավարման ամբողջ համակարգի վրա եւ ըստ էության նման կուսակցությունները, նման մշակույթով քաղաքական լիդերները պետությունը տանելու են, համոզված եղեք, ավտորիտար ճանապարհով եւ հետեւաբար չափազանց կարեւոր են այն գործընթացները ժողովրդավարական, որոնք տեղի են ունենում կուսակցությունների ներսում։ Սա շատ կարևոր խնդիր է, որպես նաև քաղաքագետ եմ ձեզ ասում, եւ ձեզ խորհուրդ կտամ, որպեսզի ձեր քննարկումներում կամ, չգիտեմ, ծրագրերում կամ ձեր ուշադրության հայտ ֆոկուսներում ուշադրություն դարձնեք հատկապես այս հանգամանքի ներկուսակցական ժողովրդավարության վրա, քանի որ բոլոր բացասական երևույթները կուսակցությունների ներսում հնարավոր է ուրեմն չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել բացառապես ժողովրդավարական մեխանիզմների միջոցով ԿՊ-ի ներքին կառուցվածքը բավականին հետաքրքիր է եւ ձեզ ասեմ, որ այնտեղ նաեւ որոշումների կայացման առումով կա առնվազն նվազագույն այն ամենանվազագույն պահանջված մակարդակի ժողովրդավարությունը եւ այնպես չի, որ մեկ մարդու խոսքը տվյալ դեպքում ԿՊ վարչության նախագահի ու վարչապետի խոսքը այնտեղ չի քննարկվում կամ
բանավեճերի առիթ չի հանդիսանում, այսինքն ՔՊ-ն իր ներսում ըստ էության ունի այդ ինքնակատարելագործման մեխանիզմները եւ կրկնեմ ես ձեզ խորհուրդ կտամ, որպեսզի ձեր մյուս քննարկումներում կամ ծրագրերում դուք նկատի ունենաք նաև ներկուսակցական ժողովրդավարության խնդիրը եւ նաև ուսումնասիրեք թե որ կուսակցությունը ինչպես է կազմել իր նախընտրական ցուցակը, քանի որ սա շատ կարեւոր ժողովրդավարական ցուցիչ է եւ որ կուսակցությունը որքանով է բաց հասարակության համար, քանի որ կրկնեմ սա ուղիղ կապ ունի երկրում ժողովրդավարության հետ, հատկապես խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում, երբ որ ըստ էության երկիրը կառավարվում է ոչ թե ընտրված նախագահի կողմից, այլ երկիրը կառավարվում է քաղաքական ուժի կողմից, իսկ քաղաքական ուժի ներքին ժողովրդավարությունը շատ կարևոր է ամբողջ երկրի ուրեմն ժողովրդավարական մակարդակի համար։ Կրկնեմ, այո կարող են լինել խնդիրներ, բայց նաև միևնույն ժամանակ ես նշեցի, որ ՔՊ-ն ունի իր ներսում բավարար մեխանիզմներ այդ խնդիրները քննարկելու եւ այդ խնդիրները լուծելու համար։ Շատ լավ, շնորհակալ եմ, Արփի հնարավոր է ես արձագանքեմ։ Հայ հարկե։ Շատ լավ, շնորհակալ եմ իրական համապարփակ պատասխանի համար, շնորհակալ եմ, որ հարցին պատասխանեցիք, բայց կուզեի, որ գոնե մեկ օրինակ, եթե կան այդպիսիք, ոնց որ ասեք, թե կա արդյոք մի ծրագիր, կամ քաղաքականության մաս, որ ՔՊ-ն ոնց որ իրականացրել է, բայց ոնց որ դուք դրա մեծագույն ֆավորիտը չեք։ Նորմալ է, որ ֆավորիտ չլինեք, բայց դե ամեն դեպքում Գիտեք, իհարկե կան ծրագրեր, որոնք միգուցե ես կպատկերացնեի, որ այլ կերպ կլինի։ Հիմա սկզբունքորեն կարող եմ ասել, որ այո, կան նման ծրագրեր, որոնք միգուցե ես այլ առաջարկ կունենայի, բայց հավաստիացնում եմ ձեզ, որ այդ ծրագրերը, որոնք առաջարկվել են եւ առաջ են եկել, ստացել են օրենսդրական նախաձեռնության տեսք, դրանք ամբողջությամբ ՔՊ-ի ներքին խողովակներով քննարկվել է, գնացել է կառավարություն, քննարկվել կառավարությունում ըստ էության եզրակացություն ստացել, եկել է ազգային ժողովի, այսինքն գլխադասային հանձնաժողովը քննարկվել, հետո գնացել է լիագումար նիստերի դահլիճ մի հատ էլ այնտեղ է քննարկվել, նոր քվեարկվել է, այսինքն այս ամբողջ խողովակներով անցել է։ Իհարկե կարող են լինել ծրագրեր չեմ բացառում ես, եւ դա նորմալ է, որոնք միգուցե ես այլ կերպ կպատկերացնեի, եւ դա նորմալ է, քանի որ թիմի ներսում էլի կան մարդիկ, ովքեր կարող են ունենալ իրենց կարծիքը եւ այդ կարծիքը արտահայտելու եւ ամենակարևորը պաշտպանելու հնարավորություն ունեն, այնպես որ ընդ որում սա վերաբերում է ոչ միայն ծրագրերին, այլ նաեւ ՔՊ-ի քաղաքական թիմի էթիկական հարցերին եւ ես տեղյակ եմ եւ գիտեմ, որ այդ հարցերի շուրջ ՔՊ-ի ներսում կա մեխանիզմ, հա, կա վերստուգիչ հանձնաժողով, կա էթիկայի հանձնաժողով, որոնք նաև այսպես խոշորացույցի տակ են պահում իրենց պատգամավորների, հատկապես իրենց քաղաքական լիդերների ըստ էության վարքագիծը եւ ասեմ ձեզ, որ իհարկե դա հրապարակային չի, բայց կան բազմաթիվ կան դեպքեր, երբ որ այդ խողովակներով նաև պատգամավորներ կարող են զգուշացումների ենթարկվել եւ այլն եւ այլն։ Այնպես որ կան ներքին գործընթացներ, որոնք ներկուսակցական գործընթացներ են, որոնք հանրությանը հայտնի չեն, բայց հավաստիացնում եմ ձեզ, որ ԿՊ-ն ունի բավարար գործիքակազմ, թե էթիկական հարցերի, թե ծրագրային հարցերի բավարար քննարկման եւ լուծումներ տալու։ Շատ լավ, շնորհակալ եմ անչափ համապարփակ պատասխանի համար։ Շնորհակալություն, Մայան, կարծես թե հարց ուներ։ Այո, Մարիամ Բարև ջան։ ձեզ, մերսի շատ։ Հարցս հետևյալն է, ինչ պայմաններում կարող է թույլատրվել ադրբեջանցիների մուտքը Հայաստան։ Շատ կարևոր հարց եք տալիս, Սա այս նախընտրական այս ընտրարշավի թերևս ամենախոշոր մանիպուլյացիան է։ Ես կարող եմ նույնիսկ թվել, որ համար առաջին մանիպուլյացիան դա այդ 300,000 ադրբեջանցիների իբր Հայաստան գալու թեման է։ Երկրորդ հարցը դա հաջորդ մանիպուլյացիան դա առողջապահության ապահովագրության հետ է կապված։ Հիմա էլի կեղծ լուրեր են տարածում, որ ընտրություններից հետո առողջապահության ապահովագրության
այս համակարգը դադարեցվելու է, եթե ձեր ձեռքի տակ լինի ԿՊ նախընտրական ծրագիրը, ապա այնտեղ կտեսնեք, որ ոչ միայն չի դադարեցվելու առողջապահության ապահովագրության համակարգը, այլ նաև ընդլայնվելու է եւ տարածվելու է արդեն բոլոր քաղաքացիների վրա։ Գիտեք, որ հիմա մի փոքր սահմանափակումներ կան, բայց 27 թվականից այլևս բոլոր քաղաքացիներն են դա առնում շահառու։ Հաջորդ մանիպուլյացիան էլի թոշակների հարցն է, որ էլի ասում են, որ թոշակները 10,000, 20,000 բարձրացումները, որ եղել է էլի ընտրություններից հետո դրանք չեն լինելու, այստեղ էլ էլի մանիպուլյացիա կա եւ էլի ԿՊ ծրագրում ըստ էության այդ հարցը էլի կա, որ ոչ միայն թոշակները չեն նվազեցվելու, այլ ընդհակառակը դրանք ինդեքսավորվելու են ըստ ուրեմն գնաճի, այսինքն մենք գիտենք, չէ, որ ամեն տարի մենք գնաճ ենք ունենում 1, 2, 3, 4%-ի եւ չգիտեմ 28 թվից սկսած ինդեքսավորվելու է թոշակը համապատասխան ուրեմն համապատասխան այդ գնաճի եւ սպառողական զամբյուղի, այսինքն այլևս Հայաստանում պետքա թոշակը լինի սպառողական նվազագույն զամբյուղին համապատասխան եւ դրան բարձր։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիները, այսինքն ես ձեզ վերեցեն հիմնական մանիպուլյացիաները, որ դուք ձեր այս մի քանի շաբաթ է մնացել, այդ շաբաթների ընթացքում եթե կհանդիպեք նման խոսույթի, ապա իմացեք, որ դա հիբրիդային պատերազմի այդ հիմնական թեզերն են, որոնք գալիս են Ռուսաստանից, եւ ես ձեզ տալիս եմ շատ հստակ բանաձև, թե ինչպես տարբերել այդ քաղաքական ուժերը ռուսական ծագման եւ ռուսական ազդեցության քաղաքական ուժեր են, թե Հայաստանի շահը սպասարկող այն քաղաքական ուժերը, ովքեր այս թեզերից գոնե առնվազն մեկը առաջ կքաշեն, ապա համոզված եղեք, որ դրանք ռուսական ազդեցության քաղաքական ուժերը եւ հիբրիդային պատերազմի մասնակից են ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հիմա ձեր բուն հարցին անդրադառնամ։ Սա ամենամեծ մանիպուլյացիան է եւ ոչ մի պարագայում այդ 300,000 ադրբեջանցին Հայաստան չի գալու եւ Հայաստանում չի բնակվելու, սա մանիպուլյացիա է, սա սուտ է, սա ադրբեջանական եւ ռուսական խոսույթ է, որ վերցնում են այս քաղաքական ուժերը եւ փորձում են, սա դավաճանություն է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի նկատմամբ, սա ահաբեկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ ոչ մի պարագայում այդ մարդիկ այստեղ չեն գալու եւ չեն բնակեցվելու եւ մեծ առումով նշեմ, այսօր Ադրբեջանը նույնիսկ Արցախում եւ այն մյուս տարածքներում վերաբնակեցման խնդիր ունի, արդեն 6-րդ տարին է գալիս, որ պատերազմը ավարտվել է եւ այդ տարածքները Ադրբեջանը վերցրել է եւ մենք գիտենք, որ այնտեղ բավականին քիչ թվով են բնակվում եւ այդպես ինքնով մարդիկ չեն գնում եւ այնտեղ բնակվեն, այնպես որ Ադրբեջանը դեռևս այդ տարածքներում վերաբնակեցնելու խնդիրներ ունի, ինչ մնաց 300,000-ի մասին, այդ 300,000-ի տեքստ լուրը տարածում են հիմնականում Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ իրենց հարող ուժերը, ավելին իրենք ասում են, որ իրենք 300,000 աշխատատեղեր կստեղծեն, մինչդեռ քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը առումով էլ արդեն 300,000-ը ստեղծել է, բայց ես վախենամ, որ իրենց ասած 300,000 աշխատատեղեր կստեղծվի օրինակ, չգիտեմ, Դոնբասում Հայաստանից վարձու մարդկանց տանելով եւ պատերազմին մասնակից դարձնելով, դա իրեն կարող են մեկնաբանել որպես աշխատանք եւ մենք գիտենք, որ իրենց կառավարման տարիներին, տեսեք, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, երբ որ իրանք մեկ միևնույն իշխանության ներկայացուցիչն էին, իրենց կառավարման տարիներին Հայաստանից արտագաղթել է շուրջ 600,000 մարդ, 600,000 հայ, հայաստանցի հայրենազրկվել է անդառնալիորեն։ Միայն մեր պատմության հիմնականում
1998 թվականից սկսած, առնվազն 98 թվականից սկսած, 2025 թվականն է, որ եղել է դրական սալդո ներգաղթի առումով։ Այսինքն մենք Հայաստան ենք բերում ոչ թե ադրբեջանցիների, այլ Հայաստան ենք բերում, վերադարձնում ենք այն հայերին, ովքեր ժամանակին լքել են Հայաստանի Հանրապետությունը Սամվել Կարապետյանների, Գագիկ Ծառուկյանների, Սերժ Սարգսյանների, Ռոբերտ Քոչարյանների պատճառով։ Եվ ես համոզված եմ, որ եթե իրենք իշխանության գան, ապա այդ արտագաղթը էլի տեղի ունենալու ու 100,000-ավոր հայաստանցիներ աշխատանք կգտնեն ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, այլ դրսերում օտար ամայի այդ ճանապարհների վրա, եւ մենք էլի կունենանք մեծ հայրենազրկում։ Ես միշտ օրինակ եմ բերում եւ տեսեք մենք ցավալիորեն ունեցել ենք Լեռնային Ղարաբաղից 120,000 բռնի տեղահանվածներ, բայց եկեք հասկանանք, թե օրինակ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին որքան հայ են Հայաստանից հեռացել, 600,000։ Սա ըստ էության 5 Ղարաբաղի բնակչության չափ, բնակչությունա կամ 4 Ղարաբաղի բնակչության չափ բնակչությունա, ու սրա քաղաքական ինչ-որ առումով իրավական պատասխանատուները այդ մարդիկ են, ովքեր այսօր նման պոպուլիստական ու ըստ էության Հայաստանի հասարակությանը ահաբեկող ուրեմն հայտարարություններ են անում։ Մերսի շատ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն, ու արդեն մեր վերջին հարցը տանք, ամփոփելով մեր զրույցը, 3 բան, որ պետք է երիտասարդին քաղաքականությամբ զբաղվելու համար։ Նախ եւ առաջ գիտելիք, նաեւ քաղաքականության մասին գիտելիք, նախ եւ առաջ, այսինքն երբ որ ես խոսում եմ գիտելիքի մասին, մի քանի, այսպես ուղղություններով գիտելիք, կրթություն, տեսեք, ցավոք սրտի քաղաքականությունը մեր մոտ վարկաբեկվել է հենց այդ շրջանակների կողմից, երբ որ իրենք իշխանության էին եւ հասարակության մոտ քաղաքականության նկատմամբ վերաբերմունքը բացասական է եւ կան հայտնի այսպես խոսքեր քաղաքականության հետ կապված, բայց ես միշտ ասում եմ, որ քաղաքականությունը թերևս ամենակարևոր աշխատանքներից մեկն է մեր հասարակության մեջ եւ օրինակ եմ բերում, որ օրինակ եթե բժշկի կամ օրինակ ատամնաբուժի սխալից կարող է տուժել մեկ պացիենտ եւ հետագայում իր մոտ էլ մարդիկ չեն գնա եւ չեն բուժվի կամ բժշկական ծառայություն ստանան, ապա քաղաքական գործի սխալից կարող է ուրեմն տուժել մեկ ամբողջ հասարակություն, պետություն, ազգ եւ այլն եւ այլն։ Եվ հետեւաբար շատ կարեւոր է ունենալ օբյեկտիվ գիտելիքներ, նախ եւ առաջ գիտելիք մեր մասին, մեր պետության, մեր պատմության մասին եւ օբյեկտիվ գիտելիք, բազմակողմանի գիտելիք, շատ կարեւոր է ունենալ գիտելիք միջազգային հարաբերությունների մասին, քանի որ որպեսզի հասկանանք, թե մեր շուրջը ինչ է տեղի ունենում, պետք է ունենանք նաև գիտելիք այդ մասին, աշխարհի մասին, միջազգային հարաբերությունների մասին։ Սա թերևս ամենակարևոր բանն է, որը ես կշեշտադրեմ։ Երկրորդը, ես կարծում եմ, թերևս երկրորդը եւ երրորդը դրանք անձնական հատկանիշներն են։ Քաղաքականությունը, հատկապես ներքին քաղաքականությունը, հատկապես Հայաստանի Հանրապետությունում բավականին ուրեմն դժվարին եւ բարդ աշխատանք է, գործընթաց է եւ երբեմն կարող են հանդիպել հիասթափություններ եւ ճանապարհի կեսից հետ կանգնել, բայց ցանկացած ուղի, ինչպես եւ նաեւ քաղաքականությունը, պահանջում է նաեւ անձնական, այսպես ինտուզիազմ, անձնական ջանքեր, կամք առաջ գնալու։ Սա երկրորդը եւ երրորդը պետք է հասկանանք, որ քաղաքականությունը ինքնանպատակ աշխատանք չի եւ քաղաքականության նպատակը պետությունն է եւ յուրաքանչյուրս պետք է լինենք պետականամետ, որքան էլ էս բառը շատ է օգտագործվել ու երբեմն նաեւ արդեն շատերի մոտ կարող բացասական ուրեմն տրամադրություններ առաջացնել, պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրիս Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, ով զբաղվում է հանրային քաղաքական գործունեությամբ, պետք է հասկանա, որ այդ ամենի կենտրոնում պետություն
Հայաստանի Հանրապետությունը եւ նրա քաղաքացին առանձին վերցրած եւ ամբողջության մեջ հասարակությունը եւ բոլորի ջանքերը պետքա միտված լինի այդ պետությունը էլ ավելի ամուր եւ զարգացած դարձնելու, այդ հասարակությունը էլ ավելի կրթված եւ էլ ավելի ժամանակակից հասարակության դարձնելու։ Շնորհակալություն, պարոն Առաքելյան, եւս մեկ անգամ շնորհակալություն մեր հանդիպմանը միանալու, ժամանակ տրամադրելու, հարցերին պատասխանելու համար։ Ձեզ հաջողություն ենք մաղթում առաջիկա ընտրություններին, հուսանք կապը երիտասարդների հետ հետագայում քննարկումները եւ այլն եւս շարունակական կլինեն։ Իհարկե կլինեն, ես եմ շնորհակալ եւ ես ուրախ եմ, որ երիտասարդները հետաքրքրված են քաղաքական ուժերի գործունեությամբ եւ հատկապես նախընտրական ժամանակահատվածում ըստ էության իրենց ծրագրային դրույթներով։ Նշեմ նաեւ մի բան էլի բաց թողեցի երիտասարդության հետ կապված, որ մեր ծրագրում կա նաեւ դրույթ, որ առաջիկայում մենք ամբողջ Հայաստանի տարածքով հիմնելու ենք առնվազն 30 երիտասարդական կենտրոններ, որտեղ որոնք կլինեն բավականին հետաքրքիր վայրեր, թե ոչ ֆորմալ կրթություն ստանալու, թե տարբեր մշակութային եւ հանրային միջոցառումներ անցկացնելու, թե կրթվելու եւ այլն եւ այլն։ Այսինքն այս առումով էլ պետությունը ելի ունի բավականին հետաքրքիր ծրագրեր, մեր կառավարությունը եւ կուսակցությունը, որը առաջիկայում իրականություն կդարձնենք եւ ես նույնպես բոլորիս մաղթում եմ հաջողություն, բոլորիս մաղթում եմ, որպեսզի տեր կանգնենք այդ խաղաղությանը եւ քանի որ հենց այդ խաղաղության պայմաններում է հնարավոր իրականացնել այդ ամբողջ ուրեմն ծրագրերը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։